Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ, Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան, այս անգամ Նարեկ Կարապետյան։ Ամերիկացի աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թակեր Կարլսոնի տաղավարում աշխարհի առաջնորդներից հետո մեր ձևով շարժման համակարգողն է։ Ինչ հարցեր է տվել Կարլսոնը Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ հայտ ներկայացնող շարժման կարևոր դեմքերից մեկին դեռ հայտնի չէ։ Անսպասելի հարցազրույցի մասին տեղեկացնող այս կարճ տեսանյութն է առայժմ միայն հրապարակվել մեր ձևով շարժման Facebook-յան էջում։ YouTube-ում մոտ 5 միլիոն հետևորդ ունեցող ամերիկացի լրագրողի հարցազրույցը Կարապետյանի հետ կոտրում է կարծրատիպը, թե բարերար գործարար Սամվել Կարապետյանը ռուսական կողմնորոշման կրող է։ Թակեր Կարլսոնը հայտնի է Թրամփի վարչակազմի հետ իր սերտ կապերով։ Ամերիկացի լրագրողի հետաքրքրվածությունը Սամվել Կարապետյանի քրեական գործով, նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանի համակարգած մեր ձևով շարժմամբ բնական են համարում փաստաբանները։ Հայտնի գործարարի կալանավորումը մեծ աղմուկ է բարձրացրել համաշխարհային մեդիայում։ Հայաստանի ամենահարուստ մարդը Սամվել Կարապետյանը ավելի քան 110 օր կալանավորված է։ Հայաստանի ամենահարուստ մարդը բանտում է, նրա բիզնեսը արգրաված, ընտանիքը դա քաղաքական հաշվեհարդար է համարում։ Սենսացիոն բացահայտում Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Հայաստանի վարչապետի Վաշինգտոն այցի վրա։ Հայաստանում ուժերի ցուցադրություն է Հայաստանի վարչապետի եւ երկրի միակ էներգամատակարար ընկերության սեփականատիրոջ միջև։ Կովկասում ժողովրդավարությունը վտանգված է։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն աջակցելու համար։ Ֆրանսիական Le Monde-ից մինչև ամերիկյան New York Post, բրիտանական Financial Times-ից մինչև In-Depth News։ Միջազգային մեծ ճանաչում ունեցող պարբերականների առաջին էջերին են Սամվել Կարապետյանի շուրջ իրադարձությունները։ Ինչպես է ստացվում, որ աշխարհահռչակ նման իրավաբաններ եւ փաստաբաններ եվրոպական հենց երկրները ներկայացնող Մեծ Բրիտանիայից մինչև Ֆրանսիա, այնուհետև Ֆրանսիայից մինչև այլ եվրոպական երկրներ խոսում են նույն այս գործի մասին։ Ես չեմ հիշում արդյոք ԱՊՀ երկրներից որևէ մի երկրում տեղի ունեցող իրադարձության վերաբերյալ կոնկրետ մի քրեական գործի այս աստիճան մեծ լուսաբանումներ տեղի ունենան միջազգային մամուլում։ Արամ Վարդևանյանի խոսքով համաշխարհային մեդիային ցնցել է Սամվել Կարապետյանի գործը ոչ միայն նրա հեղինակության, այլև նրա դեմ բացված գործի անհեթեթության պատճառով։ Քենեդիի սպանության հանգամանքները բացահայտող նման պատասխանատու առաքելությամբ օժտված էին 7 անդամներ, իսկ Սամվել Կարապետյանի մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, արտահայտությունը որպես քրեական գործ վերածելու եւ այդ ընթացքում իբրև քննություն անելու համար կան 53 քննիչներ։ Գիտեք, սա եւս մի ցուցիչն է, որ մեզ մոտ իսկապես իրավական աբսուրդ է տեղի ունենում։ Փաստաբանի խոսքով չես գտնի գոնե մեկ եվրոպական երկիր, որտեղ մարդը նույնիսկ 1 ժամով կալանավորվի այն բանի համար, ինչի համար ավելի քան 130 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը։ Միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականներ անդրադարձել են թե այն տեսանկյունից, որ այսպես ասած ազգությամբ հայ Forbes-ի ցուցակում գտնվող նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում եւ ինչպես նաեւ այն տեսանկյունից թե ինչ է կատարվում ընդհանրապես Հայաստանում։ Վարդևանյանը ցավով է արձանագրում միջազգային մամուլում հայտնի գործարարի սկանդալային գործի մասին հրապարակումները ստվեր կարող են գցել Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա։ Միջազգային ներդրողները աչքի առաջ ունենալով Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող փաստաբանի գնահատմամբ ապօրինությունները կխուսափեն մեր երկրում ներդրումներ անել։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։